Հարգելի սիրելի ապովյանցիներ, քույրեր, եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ հիսատես ձեզ ողջունել։ Շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար։ Աշխարհում ոչ մի բանով չես կարող մարդուն զարմացնել։ Միայն վերաբերմունք, ջերմություն, հավատք, որը դա այսօր օրի ավելի շատ նկատելով շրջում եմ Հայաստանով մեկ, քաղաքներում, մարզերով, գյուղերով, վարչական շրջանով եւ այդ ջերմությունը, այդ սպասելիքը ես զգում եմ, ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ ես կարողանամ դա իրականացնեմ կյանքի կոչեմ։ Իհարկե կարող ենք, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմն ունենք, ծրագիր ունենք, ժողովուրդ։ Միայն մնում է ձեզ, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա օր-օրի, ժամ առ ժամ, անհնարին ոչինչ չկա։ Միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ճիշտ ոլորտի ներկայացուցիչներ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Որ դա ես ձեզ խոստանում եմ, որ լիարժեք ինչ որ ասել ենք, 10 անգամ ավելի շատ անել ենք, նորից եմ ասում, կապնել կա, հնարավորություն էլ, ծանոթություն էլ կա։ Հարգելի սիրելի ապովյանցիներ, կարող եմ ժամերով ձեր հետ խոսել, իմ սիրտը ցավում է, ես ուզում եմ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի, չլինող հարց չկա աշխարհում, հարկավոր է ճիշտ մասնագետներ կազմակերպել, այսօր ում է շփվում ես, բոլոր ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց մասին մտածողը լինի, իրենց մատից փուշանողը լինի, իրենց հնարավորություն տվող լինի, որ կարողանան այս վիճակից դուրս գան, կարողան իրենց տունը պահեն։ Ես ասում ենք, մենք պատրաստ ենք մեր թիմով, անել իրականացնելու բոլոր շրջանները ման գալով, տեղ չկա, որ մեկ ասի, Ծառուկյան, խոսք ես տվել չես արել, չկա չի բան, որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա, ասում կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա կապ, կա հնարավորություն, որ դա իրականություն դարձնենք, կարճ ժամկետում օրեցօր դա կփոխվի եւ ամեն ինչ լավ կլինի։ Սիրելի ապովյանցիներ, իհարկե ի սրտե ուզում եմ սիրտս բացեմ ձեր հետ անկեղծ բոլոր ոլորտների մասին խոսել, ասել, ինչ հարց ասեք, ասեմ դրա լուծումը, գիտեմ, տիրապետում եմ, այսօր, այսինքն դուք բոլորը գիտեք, որ այսօր ես հողու ջրի մարդ եմ, այստեղ եմ ծնվել մեծացել, կայացել, իմ գործունեությունը սկսել եմ այստեղից, ես հպարտացել եմ իմ Աբովյանով, Աբովյան քաղաքով, ապովյանցիներով, ապովյանցիների ցավը տանեմ, կոռեկտ, համեստ, հյուրասեր, քրտինքով աշխատող, ստեղծող, համախմբված մարդիկ են, կարիք ունեն ուշադրության վերաբերմունքի լավ ապրելու, շատ փող վաստակելու, խաղաղություն լինելու, փայլուն ապագա ունենալու համար։ Ամենակարևորը իմացեք, որ դա կա, արդեն դա կա, հիմա ես ձեզ կասեմ։ Ես երբ որ Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցում էի, հիմնական ոչ թե ձևի համար, այլ իրոք ցանկացել եմ, որ իմ Աբովյանում հզոր, կարող եկեղեցի լինի, որ իմ Աբովյանին ավելի, աբովյանցիներին ավելի աշխարհում մեկ ճանաչում ունենան։ Ու Աստծո կամոք, այո, ստացվել է, ցանկացել եմ իմ սրտը, ստացվել է, այսօր տարեկան հազարավոր մարդիկ են գալիս Սփյուռքից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, տարբեր տեղից մեր հայրենակիցները իրենց միջոցառումներն ուզում են կազմակերպեն Սուրբ Հովհաննես եկեղեցում, որ երբեք Հայաստան չեն եղել, Աբովյան չեն եղել։ Եվ իրոք գալիս են ես միջոցառումը կազմակերպում են եւ շատ հիացած, տպավորված հիշողությունների մեջ գնում են։ Ամբողջ ամառվա ընթացքում հերթերը կուտակում, երկու շաբթի մինչև Կիրակի օր տեղ չի լինում, առավոտվանից մինչև երեկո, որ մարդիկ իրենց միջոցառումները կազմակերպեն։ Այդքան արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում մեկ, եւ դիմելով, խնդրելով, որ ժամանակ չունեն, այդ նպատակով են եկել, որ ժամերը պակասացնելով, որ լիարժեք կարողանան իրենց միջոցառումը կազմակերպեն։ Հարգելի սիրելի ապովյանցիներ, այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա որպես իցույց աշխարհի, որ ազգային վերածննդի ներքին հարցության համերաշխության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք։ Այդ մի կողմ դնենք ներքին թշնամանքու ատելությունը, կարողանանք համախմբված լինենք, որ մենք միասին լինենք, բոլոր խնդիրները կարող են կարգավորել, չկարգավորվող խնդիր չի կարող լինել, ու որ մենք աշխարհում ասելու բան ունենանք, որ աշխարհում մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, որ դա եւ հպարտություն է եւ մեծություն է, եւ այսօր դուք բոլորդ
օր-օրի դասում ենք այս 2 տարվա մեջ Աբովյանում եւ Աբովյան շրջակա գյուղերում, որ թանկացել է ամեն ինչ։ Հողատարածքները տասնապատիկ թանկացել են։ Հələ դեռ չենք բացել, ժողովուրդ, որ բացենք, դա ավելի շատ է թանկանալու։ Մեր Աբովյանը ավելի մեծ ճանաչում ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Կոտայք, Հայաստան, ամենահզոր կարող Քրիստոս արձանը։ Աբովյան, Կոտայք, Հայաստան։ Ժողովուրդ, Ատիս, ինչ որ այսքան ժամանակ ասել եմ, չկա մի բան, հենց այդպես ասեմ։ Իրոք աստեղ ստեղծված, կայացած ամեն ինչի տեր, ամեն մեկին, ոչ մեկին մերժած կյանքում չկամ, ցանկացել եմ բարի լինել, կամեցող լինել, ձեռ մեկնել, կազմակերպել։ Հիմա կարող եմ ասել դες, պատրաստվեք լավ փոփոխությունների, ժողովուրդ, ես ոթի մաշ բան չեմ ասում։ Լավ փոփոխությունների, որ ավելի շատ գումար եք վաստակելու, գործ եք անելու, փոքր ու միջին բիզնես եք զարգացնելու, տուրիզմով եք զբաղվելու, միլիոնավոր մարդիկ են գալու, դա բացելու են եկող տարի, դուք պատկերացրեք, քանի միլիոն մարդ է գալու։ Գալու է, օգտվելու է, շփվելու է, ծանոթանալու, օգտվելու եք եւ դուք, օգտվելու են եւ տաքսիստները, հյուրանոցի տերերը, ներդրումներ են կատարելու, քաղաքը լիքն է լինելու։ Ու դա ոչ թե միայն Աբովյանը, Կոտայք եւ շրջակա, ամբողջ Հայաստանով մեկ տուրիստները որ գան, միայն Աբովյան եւ Կոտայք հադիշ չեն գնալու, այլ Սևանել են գնալու, Գյումրիեն են գնալու, Ջերմուկել են գնալու։ Եթե նորից եմ ասում, 10 միլիոն մարդ գա, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը $5,000 որ ծախսի, դա ես մինիմում եմ ասում, պատկերացրեք ինչ գումարա կազմելու, 50 միլիարդ փող է լինելու, 50 միլիարդը դա մեր երկրի համար, որ ամեն տարի դա բոլորը հարստանալու են, բոլորի դեմքին ժպիտ է գալու, դա նորից եմ ասում, դուք պետք է պատկերացնեք, որ դեռ ոչ մի բան չեն կար աշխատանքն ենք ստեղծել, բայց արդեն հողերը 10 անգամ թանկացել են, $500 հողը, դա է 50,000, չի վաճառում, դա նշան է զարգացման, դուքները տեղը պահեք, մի վաճառեք, ավելի թանկը վաճառեք, կամ գործընկեր գտեք, թող ձեր հետ ներդրում անեն, որ մշտական բիզնեսի տեր լինեք։ Ժողովուրդ ջան, մենք միշտ մայիս ամիսը եղել է մեր ժողովրդի համար հաղթանակների հպարտության օր։ Այսօր ցույց տվեցի, ես դա ասել եմ, մեկ անգամ ուզում եմ կրկնեմ, բայց դա մեզից խլել են, դա մենք արդեն չունենք։ Բայց մայիս ամսվան մենք ունենք օր, հույսի լույսի օր ունենք, դա մեր դպրոցականների վերջի զանգն են, օրինակ արդեն մտնում են կյանք, մեծահասակ արդեն երկրորդ կյանք ենք մտնում, հասուն մարդիկ են, 18 տարեկան գնալու են ընտրության, մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին հնչի մեր ազգային վերածնունդի առաջին զանգը եւ ընդմիշտ հիշվի, այսօր բոլորը ձեր ձեռքերում են, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր երիտասարդության համար, որ մենք պետք է ապահովենք, որ լինի խեղճության, մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարենք ներքին թշնամանքը, այդ սաղ պետք է դնենք մի կողմ ժողովուրդ, մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորս այս երկրում ապրում ենք, պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դատարկ խոսքեր, այլ ռեալ իրական, որ իրականությունը համապատասխանում է, կախվածա ձեզնից, եթե սորին ենք, դուք եք մեղավոր, չեք մասնակցում, նեղանում եք, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց այս ձայնը տվեք եւ պահանջեք, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք, օր-օրի դա զգալու եք, այսօր իմ նպատակն ու ցանկությունն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի դեմքին ժպիտ գա, ժողովրդի դեմքին փայլ գա, այդ մտահոգությունից, այդ տուժտուգանքներից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, մարդկանց նոր էջից սկսեն, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն, դեմքների ժպիտ լինի։ Նայելով ժողովրդի դեմքին ժպիտ չկա, բոլորը խնդիր ու պրոբլեմ ունեն, տրամադրություն չկա։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ աննարին ոչինչ չկա։
աշխարհով մեկնեք, ամեն ինչ էլ հնարավոր է, ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերում, կազմակերպել հնարավորություն տալ, իսկ այսօր սովորական ժողովուրդը ամենագնահատող ժողովուրդն է, որ գնահատում է թեթևակի ուշադրություն, թեթևակի վերաբերմունք, հարգանք, մարդը զգալով, որ փոփոխություն կա տարին տարվա վրա, դա փոփոխվում է, մեր ժողովրդի ուզածը սա է, ես ասում եմ հարավոց իրիկու շրջում եմ տարածներով, բոլորի ուզածը մեկն է, դրա համար մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, իրականացնենք, ով կարող է անել, նա անի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, վարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար, Աստված պահապան մեր բոլորին, ամսի 7-ին, համար 7-ին